Կռվարար կինը Ռուսական ժողովրդական հեքիաթ Մի գյուղացու կնիկ այնքան կռվարար ու իրասացի էր, որ խեղճ մարդը ուզածը պիտի տար, ասածն էլ անպայման ընդուներ, որ հոգին ազատեր։ Ուրիշի անասունի համար էս կնոջ խելքը իրենը չէր, հենց ուրիշի անասունը մտներ բակը, ամուսինը պիտի ասեր քոնն է։ Մի խոսքով էս կնիկը մարդու հոգին հանում էր։ Մի օր էլ տիրոջ սագերը մտան սրա բակը։ Կինը թե «Այ մարդ, էս ում սագերն են»։ «Աղայինը»։ «Ոնց թե աղայինը»։ Կատաղեց, ընկավ գետնին։ «Ես մեռա» ասաց, «էս ում սագերն են»։ «Աղայինը»։ Կինը տնկտնքոցը վաշվիշը գցեց, մարդը սրան թե «Ինչ ես վսվսում»։ Պիտի ասես ում սագերն են։ «Աղայինը»։ Վերջ, մեռնում եմ, վազիր տերտերի ետևից։ Տերտերի ետևից մարդ ուղարկեցին, տերտերը եկավ։ Դե, ասում է մարդը, տեր հայրն էլ եկավ։ Կինը նորից է հարցնում. Ում սագերն են։ Աղայինը։ Թող տեր հայրը մոտ գա, ես մեռա։ Մեղքերը խոստովանեց, հաղորդությունն առավ, տերտերը գնաց։ Ամուսինը նորից թե ինչ եղավ կնիկ։ Կինը հարցնում է. Ում սագերն են։ Աղայինը։ Դե վերջացավ։ Մեռա ես, մեռա, դագաղը սարքի։ Դագաղը սարքեցին, ամուսինը եկավ։ Դե կնիկ, դագաղդ պատրաստ է։ Իսկ սագերն ումն են։ Աղայինը։ Արդեն լրիվ մեռա, դիր դագաղի մեջ։ Դրին դագաղի մեջ, մարդ ուղարկեցին տերտերին բերելու, ամուսինը կնոջ ականջին շշնջաց. Դագաղդ արդեն եկեղեցի են տանում, հոգեհանգիստը տանելու։ Կինը շշուկով թե. Բա ում սագերն են։ Աղայինը։ Դե տարեք։ Տարան եկեղեցի, վրան երգեցողություն արին, հոգեհանգիստը տվին, ամուսինը եկավ հրաժեշտ տալու։ Հոգեհանգիստն էլ վերջացավ, ասավ ամուսինը, գերեզման են տանում։ Կինն էլ կամաց թե ում սագերն են։ Ամուսինը պատասխանեց. Աղայինը։ Լավ, տարեք գերեզմանոց։ Արդեն դուրս էլ հանեցին, դագաղը վեր առան, որ փոսը իջեցնեն, ամուսինը կռացավ վրան։ Կնիկ, արդեն փոսի մեջ են դնում, որ հողով ծածկեն։ Իսկ սա շշուկով հարցնում է. Ում սագերն են։ Աղայինը։ Դե իջեցրեք ու հողով ծածկեք։ Դագաղը իջեցրին, հողը վրան լցրին, այ թե աղայի սագերը խեղճ կնկան, ինչ օրը գցեցին։ Մի մարդ էլ մի կնիկ ուներ, բայց այնքան կռվարար, որ ամուսինն ինչ ասեր, ինքը հակառակն էր անում։ Պատահել է, ամուսինը ասել է, էս ինչ բանը խուզած է, նա գոռացել է, թե չէ, կտրած է։ Այդպես ամբողջ օրը կռվի մեջ էին։ Վերջը սա մարդու հոգին, որ շատ կերավ, մարդը միտք արեց, թե կնկանից ոնց ազատվի։ Մի օր գետը պիտի անցկենային, բայց գետի վրայով կամուրջի տեղ բարակ տախտակ էր գցած։ Սրանից ազատվելու իսկը ժամանակն է, մտածեց ամուսինը։ Հենց որ կինը ելավ տախտակի վրա, որ գետն անցկենա, ամուսինը թե Կնիկ, զգուշ տախտակը չշարժես, թե չէ կխեղդվես։ Դե որ ասել ես, պիտի շարժեմ։ Դես ճոճվեց, դեն ճոճվեց ու թրմփ ջրի մեջ։ Ամուսնու մեղքը եկավ, մտավ ջուրն ու սկսեց հոսանքին հակառակ գնալ, անցնող մարդիկ թե «Էս ինչ ես ման գալիս»։ Բա կինս ջրասույս եղավ,
ենտեղից ընկավ։ Տո հիմար գետով ներքև գնա, ոչ թե դեպի վեր։ Հիմի ջուրը կնկանդ քշել տարել է։ Որ չգիտեք մի խոսեք, ասաց ամուսինը։ Կինս ամեն ինչ թարս էր անում, այնպես որ հաստատ հիմի էլ ջրին է հակառակ գնացել։